իշխանական լեզվով ասենք, ինքը այդ խնդրը գցեց գլխավոր բժիշկների գրպանը։ Արդեն բողոքում են, որ բժիշկները ուղղակի չեն հասցնում իրենց նայել, եթե նայում են շատ արագ են նայում, ինչ-որ բյուրոկրատական արագ փաստաթղթեր են, ֆիզիկապես դա անհնար է։ Մի ընտանեկան բժիշկ 12 գյուղ, մենք բժիշկներին դնում ենք մի այնպիսի իրավիճակի մեջ, որ նրանք ուղղակի մի օր կորոշեն, որ իրենց համար ավելի ճիշտ է չաշխատելը։ Ունենք մի ապահովագրական համակարգ, որտեղ աղքատները վճարում են հարուստների համար։ Այսպես անպատրաստից եւ անհասկանալի ներդրումը բերելու է մի բանի, հիասթափելու են շահառուները, բնակիչները, սպասարկող ստաֆը, բժիշկներ, բուժքույրեր, ենթակառուցվածքները։ Բարև ձեզ, եթերում ուղիղ խոսքն է։ Այսօր մեր հյուրն է առողջության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը։ Բարև ձեզ, Տիկին Պողոսյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Տիկին Պողոսյան, այսօր շատ հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում հասունանում է բունտ։ Բժիշկների աշխատավարձերը կրճատվում են։ Սրա մասին դուք վաղուց խոսել էիք, այս ահազանգը տվել էիք եւ նախարարությունն էլ հերքել էր, ասելով, որ դա բժշկական կենտրոնների հայեցողությանն է թողված այդ աշխատավարձերի հարցը։ Մենք նաեւ ահազանգեր ունենք, որ նույնիսկ հիվանդանոցներում բժիշկները վիրահատություններ չեն կատարում, այսինքն այս աշխատավարձի կրճատման հարցը արդեն այսօրվա խնդիր է։ Իրականում օրեր առաջ առողջապահության նախարարության կողմից շրջանառվեց ներքին համակարգում, այսինքն ուղարկվեց բժշկական կենտրոններին վարձատրության կարգի մի այսպես դրաֆտ տարբերակ նախագիծ, որտեղ տրված էր, թե ինչպես պետք է վճարվեն ապահովագրված հիվանդներին սպասարկող բժշկական թիմը։ Եվ այնտեղ տոկոսներով տալիս էր, օրինակ, վիրաբույժը փոխհատուցված գումարի 50%-ի 30%-ը պետք է ստանա, կամ անեստեզիոլոգը 3-ից 5%-ը, եւ դրա մասին ես ուղղակի վերցրեցի մի ամենահաճախ հանդիպող օրինակ վիրահատություններից մեկը, ապենդիցիտի կապակցության վիրահատությունը, եւ դրեցի հաշվարկ, որ բժիշկները այլևս ստանալու են այս գումարները, օրինակ անեստեզիոլոգը ստանալու էր 7000 մի քանի 100 դրամ։ Եվ դրանից հետո այդպես աղմուկը երբ որ բարձրացավ, առողջապահության նախարարությունը այո, հերքում տվեց, բայց այդքան էլ հերքում չէր։ Առաջին մասում հերքում էր, երկրորդ մասում հաստատում էր։ Նախարարությունը ասաց, որ դրա որոշողը բժիշկներն են, եւ եթե այսպես կառավարական լեզվով ասենք, իշխանական լեզվով ասենք, ինքը այդ խնդրը գցեց գլխավոր բժիշկների գրպանը։ Եվ եթե ուշադիր եք ասուլիսի ժամանակ նաև առողջապահության նախարարը ասաց, որ դա գլխավոր բժիշկների տրամադրելիքն է, որոշելիքն է, սակայն մենք պնդում ենք, որ պետք է գումարներ բոնուսների ձևով ստանա եւ մայրապետերը, եւ վարչական անձնակազմը, եւ բուժքույրերը, եւ բժիշկները, եւ ինչ է ստացվում։ Ստացվում է քաոս, որովհետեւ իրականում ինքնարժեքից ցածր է դրված ապահովագրական փոխհատուցման գումարները։ Դրա հետ մեկտեղ առողջապահության նախարարությունը այսպես կենացային մի բան է ասում, որ պետք է բոլորը ստանան բոնուսներ եւ աշխատավարձներ եւ չի տալիս հստակ ուղեցույցեր, օրինակ մայրապետին քանի տոկոսը պետք է տան կամ բուժքույրին քանի տոկոսը եւ արդեն բժշկական կենտրոնների ներսում կոնֆլիկտ է հասունանում։ Բժիշկները հրաժարվում են վճարել, ասում են մեզ ապահովագրական հիվանդներ պետք չեն, որովհետև եթե մենք ստանում էինք օրինակ մի վիրահատությունից 50000 դրամ, ապա ապահովագրված նույն ախտորոշումով հիվանդին վիրահատելուց ստանում ենք մինչև 20000 դրամ։ Մեզ մեր չարչարանքը պետքա լինի գնահատելի եւ այո իմ գրառումից հետո շատ բժիշկներ իրենց դեմքով գրառումներ էին անում, որ ավելի լավ է գնանք տաքսու վարորդ աշխատենք, կամ կյանքի եւ մահու հետ գիշեր-ցերեկ կռիվ տանք եւ արդյունքում չգնահատվենք։ Սա լուրջ խնդիր է, որը որ պետք է ունենա, այո, պետական, այսինքն իրավական առումով նախարարության հստակ սահմանումները եւ իրականում երբ որ հայտարարում ասում են, որ դա մեր այդ դրաֆտը, որ մենք տվել ենք, դա ուղղակի ուղեցույց է, դուք եք որոշում, իրականում դա եթե դա
դառնա նորմատիվ իրավական ակտ, դե դառնալու է պարտադիր կատարմամբ։ Եվ այդ ժամանակ անգամ եթե գլխավոր բժիշկը խորը ցանկություն ունենա հիվանդանոցի տնօրենները բարձր վճարելու, ապա չեն կարող, որովհետև այդ գումարների հետևից այնուհետև լինելու են վերահսկողություն, պետական վերահսկողական ծառայությունը, հարկային մարմինները եւ այլն, ուստի առողջապահության նախարարությունում պետք է ավելի լուրջ մոտենան այն փաստաթղթերին, որով որ դարձնում են դա պարտադիր կատարման։ Սա իհարկե մենք խոսում ենք առողջության համընդհանուր ապահովագրման տրամաբանության մեջ, 1 ամսից ավելի Հայաստանում ներդրվել է այս համակարգը։ Ու մենք չենք հասկանում դեռ իրականում ինչ պետք է արվի, ինչ են ուզում անել բժիշկները, նախարարությունը այս նախագծով հասկանալի չէ։ Որպեսզի մենք այս ամբողջ ծավալը կարողանանք ներկայացնել, եկեք մեկ օրինակ վերցնենք։ Օրինակ 74 տարեկան կինը ունի առողջական խնդիրներ, լսել է Փաշինյանի թվերը, այսքան մարդ վիրահատվել է ապահովագրությամբ, լսել է Անահիտ Ավանեսյանի խոսքերը, դուք ապահովագրված եք եւ վերջ, ուզում է գնալ եւ իր ապահովագրությունը կիրառել։ Ինչ խնդիրների է հանդիպում այս կինը։ Այդ կինը առաջին խնդիրը, որին հանդիպում են, դա մեծ անկառավարելի հերթերն են, որովհետև իրականում կա հերթագրման համակարգ, Արմետ համակարգով, սակայն շատ դեպքերում այդ համակարգը ուղղակի չի աշխատում, որովհետև Արմետ համակարգի թողունակությունը, ես բազմիցս եմ դա ասել, չի համապատասխանում այն ծավալներին, որի այսօր պետք է սպասարկվի առողջապահական համակարգը։ Առաջին խնդիրը, որ այդ կինը եթե անգամ ունի սմարթ հեռախոս, նա չի կարող, որովհետև համակարգը չի աշխատում, երկրորդը մեր շատ թոշակառուներ այդ սմարթ հեռախոսները կամ չունեն, կամ չեն կարողանում օգտվել։ Դա խնդիր է, այո, համակարգի համար։ Եվ այդ մեր քաղաքացին, երբ որ գնում է պոլիկլինիկա, այնտեղ պետք է վիճակագրական այդ բաժնում, այսինքն մեր լեզվով ասած քարտատիկայում, ժամերով կանգնի հերթ, որպեսզի իր հերթագրման համար վերցնի իր հերթագրումը։ Իրականում պոլիկլինիկաներում մեծ հերթեր են, սակայն երբ որ նայում ես վիճակագրությունը, այցերի վիճակագրությունը առանձնապես չի շատացել։ Սա արդյունք է նրան, որ 3 տարի առաջ Երևանում հատկապես կատարվեցին պոլիկլինիկաների օպտիմալացումներ եւ դրա մասին կանխատեսվել էր, որ լինելու են չհիմնավորված հերթեր։ Թոշակառուները այդ հերթին պետք է սպասեն, եթե բախները բերի, նույն օրը կմտնեն իրենց ընտանեկան բժշկի մոտ առաջի քայլով, եթե չէ, ապա պետքա կրկին փորձել։ Եվ ամենացավալին, որ պոլիկլինիկաներում այդ հերթերի եւ այդ բազում մարդկանց միջավայրում, հատկապես գարնան եւ աշնան ամիսներին, մեր թոշակառուները վերադառնում են մի քանի վիրուս վերցրած, այսինքն համաճարակաբանական առումով դա լուրջ խնդիր է, որի մասին խոսվում է։ Մենք ունեցել ենք անցած 1-2 ամիս առաջ էր բավականին լուրջ պիկ, վիրուսային հիվանդությունների։ Եվ խնդիր է այն առումով, եթե անգամ մեր թոշակառուն հասնի իր ընտանեկան բժշկին, եւ ընտանեկան բժիշկը խորը ցանկություն ունենա, որ բոլորին սպասարկի անգամ աշխատանքից դուրս, ապա գուցեև չկարողանա, որովհետեւ մի ուրիշ բան են դրել, ասում են շտապ օգնության կանչերը պետքա, այն կանչերը, որ դիսպեչերը կգտնի, որ թեթև կանչեր են եւ շտապ օգնությունը չպետք է իրականացնի, ինչ պետքա անի, պետքա փոխանցվի ընտանեկան բժիշկներին, թերապևտին եւ մանկաբույժներին եւ գուցեև մեր բնակիչները դրան մոտ կանգնած այդ բժշկին գա կանչ սպասարկելու, այսպես ասած, հանձնարարական եւ նա պարտավոր է 2 ժամվա ընթացքում, 20 րոպեի ընթացքում հասնել հիվանդի տուն, տնային կանչ անել։ Եվ նա պետք է իր դուռը փակի այդ մարդկանց վրա եւ գնա այդ կանչը կատարի։ Այսինքն, այստեղ մի հատ քաոս է ստեղծել, որի արդյունքում իրականում տուժվում են մեր բնակիչները։ Բազմաթիվ են բողոքները
Երբ որ մեր բնակիչները գնում են եւ արդեն բողոքում են, որ բժիշկները ուղղակի չեն հասցնում իրենց նայել, եթե նայում են շատ արագ են նայում, ինչ որ բյուրոկրատական արագ փաստաթղթեր են, օրինակ վերջերս մի տարեցեր ինձ գանգատվում, ասում է 3 անգամ գնացել եմ, բժիշկը ասել է գնա կգաս, բայց գալիս եմ Արմեդով աղջիկս նայում է, որ ինձ այց են գրանցել 3000 դրամ էլ արդեն ապահովագրականով գումար պետքա փոխանցվի։ Այսինքն ստացվում է այնպես, որ մենք ուղղակի պահպանում ենք ձևը, բայց բժշկական որակի մասին խոսք չկա եւ ընդհանրապես բժշկական սպասարկումը կաղում է։ Շտապօգնությունից խոսեցիք, նաեւ սա Երևանի մասշտաբում միգուցե հնարավոր է իրականացնել, չնայած խցանումները ամենօրյական, բայց մարզերում ինչպես պետք է այդ ընտանեկան բժիշկը 2 ժամվա ընթացքում հասցնի մի հիվանդանոցից գնալ օրինակ 2 գյուղ այն կողմ հիվանդին հասնելու։ Մարզերում դա ընդհանրապես կիրառելի չէ, որովհետև մենք ունենք գյուղական ամբուլատորիաներ, որոնք որ սպասարկում են 10-12 սահմանամերձ գյուղեր։ Այդ ամբուլատորիաները հասնելը, եթե անգամ ընտանեկան բժիշկ ունենա ամենագնաց, չի կարող, որովհետև լինում են օրեր, որ անանցանելի են ճանապարհները։ Բացի այդ, գյուղական ամբուլատորիաները չունեն տրանսպորտային միջոցներ, չկա միջհամայնքային տրանսպորտ, կառավարության որոշումը, որ ընդունել են, չեն հաշվարկել, ինչպես պետք է բժշկին փոխհատուցեն այդ տրանսպորտային ծախսերը եւ ընդհանրապես ֆիզիկապես դա անհնար է մի բժիշկ, մի ընտանեկան բժիշկ 12 գյուղ եւ այդ կանչերը։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ չեն տալիս հնարավորություններ, գործիքներ դա իրականացնելու համար, սակայն ունեն պարտավորություններ եւ վարչական իրավախախտումներում իրենք կետ են դրել, որ ապահովագրված հիվանդին չսպասարկելը առաջացնում է տուժ։ Այսինքն, եթե հիվանդը որևէ գյուղից կանչ կատարի, կանչը փոխանցվի եւ այդ հիվանդին չսպասարկվեն, ապա բողոքի դեպքում վարչական իրավախախտումով այդ բժշկին նաեւ պետք է տուգանեն, եթե չեմ սխալվում, 100 թե 150 հազար դրամ։ Այսինքն մենք բժիշկներին դնում ենք մի այնպիսի իրավիճակի մեջ, որ նրանք ուղղակի մի օր կորոշեն, որ իրենց համար ավելի ճիշտ է չաշխատելը։ Նույնիսկ նախարարությունը տեղեկացրել էր, որ այս տարի այս ապահովագրության ներդրմամբ բժիշկների ծանրաբեռնվածությունը 20%-ով ավելացել է։ Եվ նույնիսկ շատ բժիշկներ համակարգչի հետ չէ այդ աշխատանք օրինակ չեն կատարել, իրենց համար դժվար է, բայց ամեն ինչը պետք է Արմեդում անել, այդ ֆայլերը ներբեռնել եւ այլն։ Խնդիրը նրանում է, որ մեր մոտ օրենսդրությունը այնպես են արել, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը դրված է բժիշկների վրա եւ այնպիսի ֆինանսական մեխանիզմներ է, որ բժիշկը չի կարող ավել բուժքույր ունենալ։ Եթե մենք նայում ենք մեր կադրային քաղաքականությունը, ռեսուրսները, մենք ունենք բավականին մեծ Հայաստանի Հանրապետությունը բուժքույրերի ռեսուրս։ Սակայն այս օպտիմալացման անդադար անվերահսկելի process-ում անդադար բուժքույրերի օպտիմալացում է լինում եւ բուժքույրերին ազատում են աշխատանքից եւ չեն օգտագործում այդ ռեսուրսը։ Դե բնականաբար բժիշկներ չի կարող համ այդ թվի հիվանդներ սպասարկել, համ այդ գրագրությունը ամբողջությամբ անել, որի արդյունքում իհարկե որակը կորում է եւ ծանրաբեռնվածությունը շատանում է։ Իդեպ, երբ որ նայում ենք վիճակագրական թվերը, այցերի քանակը այդքան չի շատացել, ընդհանրապես չի շատացել։ Եթե տարվա մեջ 12 միլիոնից մի քիչ ավել այց գրանցվում ամբողջ Հայաստանի Հանրապետությունում պոլիկլինիկական այց, եւ նախարարը հայտարարեց ամսվա սկզբին, որ մենք 240 քանի հազար այց ենք ունեցել, հա, ապահովագրության շրջանակներում, ապա եթե այսպես տարածում ենք ապահովագրվածների թվի մեջ, պետքա գոնե կես միլիոն այց ունենայինք։ Այսինքն այնպես չի, որ ինչպես վարչապետները ասում, հարցակվել են բժշկական կենտրոնների վրա, չէ, չեն հարցակվել։ Պարզապես այնքան անհասկանալի է process-ը եւ այնքան ինֆորմացիայի պակաս կա, որ մի հիվանդի թղթարարության վրա բժիշկը կարող է ժամեր ծախսել։ Նույնիսկ ցուցակը չի, երկար ժամանակ չկար, հայտարարվել էր, որ պետք է համակարգը ներդրվի, մարդիկ չգիտեին ինչն են վիրահատվելու, ինչի հնարավորություն ունեն։ Դեկտեմբերի 31-ին ոչ աշխատանքային օրը
առողջապահության նախարարությունը որոշել էին, որ պիտի բոլոր հիվանդանոցի գլխավորների հետ անեն Zoom հարթակում հանդիպում եւ դեկտեմբերի 31-ի օրվա երկրորդ կեսին նամակ էին ուղարկել, որ արագ ուղարկեք ձեր այդ փաստաթղթերը պայմանագիր կնքելու համար, այսինքն դեկտեմբերի 31-ին, որ ամբողջ աշխարհը նշում էր նոր տարի, Հայաստանի Հանրապետության գլխավոր բժիշկները նստած օֆերտայի պայմանագրեր էին գրում ու չգիտեին ինչ են գրում։ Այսինքն մենք ապահովագրության համակարգ մտել ենք առանց փաստաթղթավորման, եթե չեմ սխալվում, այդ պայմանագրերը կնքվեցին հունվարի 8-ի 10-ի ավելի ուշ ժամանակներում, այսինքն այս հախուռն ներդրումը բերելու է նրան, որ մենք ունենք այս քաոսային վիճակը եւ թերագնահատելով ապահովագրության կարևորությունը, շատ կարևոր է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար, աղքատության իջեցման համար, այսպես անպատրաստից եւ անհասկանալի ներդրումը բերելու է մի բանի, հիասթափվելու են շահառուները, բնակիչները, հիասթափվել են սպասարկող ստաֆը, բժիշկներ, բուժքույրեր, ենթակառուցվածքները, որի արդյունքում հետո դժվար է լինելու վերականգնել ապահովագրության հանդեպ վստահություն։ Մարդիկ էլ չեն ապահովագրելու, պարզապես չեն գնալու հիվանդանոցներ։ Կամ էլ մասնավոր ապահովագրական կազմակերպությունների կարող են արդեն դիմել, եթե իրենք այդ խմբի մեջ են ապահովագրության։ Ինչ արեցին, սկզբից ասեցին, որ մենք մասնավոր ապահովագրականների հետ սա պարտադիրն է եւ վերջերս մենք տեսանք, որ 4 ապահովագրական ընկերությունների հետ պայմանագիր կնքեցին։ Ըստ ինձ, իմ փորձը հաշվի առնելով, կարծում եմ, որ իրենք հասկանում են, որ այլևս իրենք չեն կարողանում այս ամեն ինչը կառավարել եւ փորձում են մասնավոր ապահովագրականների փորձը նաեւ վերցնել, որը պետք է անեին ի սկզբանե։ Նախապես դեռ 24 թվականից խոսակցությունը կար, որ պետք է ներդրվի։ Այո, իրականում 23 թվականից երկու անգամ օրենքը պատտվել էր ապահովագրության։ Այստեղ մի հետաքրքիր օրենսդրական խաղ կա, երբ որ հայեցակարգը ընդունվեց որպես համապարփակ ապահովագրության հայեցակարգ եւ այս պահին դա գործող իրավական ակտ է, որի մեջ գրված էր, որ 63 պլյուս տարիքն է ապահովագրվում հայեցակարգը, այդպես էր ընդունվել։ Սակայն այս վերջի օրենքը, որ ընդունեցին, դա դառավ համընդհանուր եւ 65 պլյուս, այսինքն ունի հակասություններ հայեցակարգի հետ եւ իրականում այն ժամանակ այդ նախորդ օրենքը, որ շրջանառվում էր, բավականին բաներ կար, որ քննադատում էինք մենք, բայց դա ավելի, այսպես ասած, իրավական դաշտում էր, օրինակ գործելակարգից էինք խոսում, կարգերից, որոնք չկան, օրինակ միջազգային ստանդարտներով պետք է 3000 գործելակարգ չափորոշիչներ լինեն, ամեն տարի հրապարակվեն, թարմացվեն, որպեսզի ապահովագրական վեճերի լուծման հետ կապված հարցերն լուծվի եւ այլն, սակայն այս երկրորդ օրենքը, երբ որ դրեցին շրջանառության, այնքան ավելի կարևոր եւ լուրջ խնդիրներ կային, որ մոռացանք այն օրենսդրական պահը նաեւ իրականում մի մեսիջ կա, որ տալիս են շահառուներին, շատ կարևոր մեսիջ է, ասում են հույսներդ կտրեք, որ ամբողջությամբ կլինի ձեր փոխհատուցումը, սա համընդհանուր է, բայց համընդհանուր չէ, սա համապարփակ է, բայց համապարփակ չէ եւ ձեր բժշկական ծառայությունների փոխհատուցումը լինելու ընդամենը 30%-ով։ Դրա համար իհարկե շուրջ 395,000, 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցողները վճարելու են։ Եվ դուք նշում եք նաև, որ սա իբրև թե արված էր նաև աղքատության մակարդակը համեղմելու, աղքատներին այդ ապահովագրությունը հասցնելու համար, սակայն աղքատ մարդկանց շրջանակը դուրս է մնում։ Ինչպես։ Նախ այս ապահովագրությունը մի բանի մասին է, կարճ որ ասենք, այստեղ մենք ունենք մի ապահովագրական համակարգ, որտեղ աղքատները վճարում են հարուստների համար։ Բացատրեմ, բոլորից հաստատուն գումարի գանձումը 129,800 դրամը բերում է նրան, որ 200,000 աշխատավարձ ունեցողներն են նույն գումարը վճարում, 2 միլիոն, 5 միլիոն, 1 միլիոն ստացողներն են վճարում։ Եվ փաթեթները նույնն են, ինչը ենթադրում է, որ աղքատները
ավելի շատ են վճարում, հարուստները ավելի քիչ ըստ տոկոսային բանի եւ ստացվում է, որ ստանում են նույն բժշկությունը։ Եվ ամենակարևորը, երբ որ ի սկզբանե քննարկումները գնում էին, ասում էին, որ մենք գրպանից ծախսերն ենք իջացնում, որպեսզի առողջապահական կոմպոնենտով իջեցնենք աղքատությունը, այո, եւ միջազգային վիճակագրության մեջ եւ հայաստանյան կա, որ առողջապահական ծախսերը գրպանից բերում են մարդկանց աղքատացմանը։ Քաղաքացիների համար, ովքեր աշխատում են, չունեն ոչ մի սոցիալական խմբեր, սակայն իրենց աշխատավարձը մինչև 200,000 է, լուծումներ չունեն։ Եվ ամենատարօրինակն է, որ անգամ եթե ձեր ասած լսում են նախարարին, Փաշինյանին, հասկանում է, որ սա արտակարգ ինչ-որ բան է, եւ իրենք ստանում են ենթադրենք 198,000 դրամ, եւ գնան ասեն մենք ուզում ենք մտնել այս համակարգի մեջ, մենք վճարում ենք, հա, այդ գումարը, նրանց չեն ապահովագրելու եւ դրա պատասխանը տրվեց նախարարի կողմից, ասես չենք ուզում խառնաշփոթը խորացնենք։ Ցանագրվում է, որ կա խառնաշփոթ։ Դա այն ամենն է, որ պետք է իմանալ ապահովագրական համակարգի մասին։ Դուք նաև շատ հետաքրքիր բնութագրում եք տվել այս առողջության համընդհանուր ապահովագրումը, դա պետպատվերի ներկայացնում է, բայց ավելի բրենդավորված, հա, այսինքն նույն ծառայությունն է, պետպատվերը դա ինչ-որ մի շրջան էր, մի ընթացք էր, որը եղավ անցավ, հիմա նույնը արդեն ապահովագրության տեսքով է ներկայացվում։ Ի սկզբանե, երբ որ օրենքի նախագիծը կարդում էինք այդ տպավորություններ, սակայն տարվա վերջին անցած առողջապահության նախարարը, երբ որ հանդիպեց գլխավոր բժիշկների հետ, անկեղծ խոստովանեց նաև նա, որովհետև երբ որ բժիշկները նեղսրտած ասում էին մի պիլոտ անեիք, ինչ որ մի փոքր խմբում հասկանայիք խնդիրները, առողջապահության նախարարը պատասխանեց 30 տարի պագը եղել է պիլոտ, պետական առողջապահական գործակալություն, այսինքն պետպատվերը եղել է պիլոտ։ Եվ իմ համար ամենացավալին այն է, որ մենք դասեր չենք քաղել պետպատվերի խնդիրներից, որովհետև պետպատվերի ժամանակ մենք ունեցել ենք սահմանափակ բյուջեի սկզբունքը, հերթագրումները եւ պետպատվերի գումարների քիչ փոխհատուցման արդյունքում մենք ունեցել ենք ստվերի գումարի սև շրջանառություն հիվանդանոցներում եւ այս ամեն ինչը պետք է հաշվարկվեր եւ նոր մտնեինք ապահովագրություն, իսկ ինչ ենք արել մենք, ելի վերցրել ենք պետպատվերի գները, վերցրել ենք սահմանափակ բյուջեի սկզբունքը, հերթագրումների սկզբունք ենք դրել մինչև 6 ամիս, այն կանխատեսումը, որ ես անում էի, որ ուղղակի քաղաքացիները լսելու են, առաջ եթե լսում էին պետպատվերը վերջացել են, հիմա լսելու են, որ ապահովագրական գումարը վերջացել է, ուղղակի եթե այն ժամանակ բացառապես դա պետության ֆինանսավորումն էր եւ քաղաքացին դրա համար չէր վճարում, հիմա վճարում է, այսինքն այն քաղաքացիները, որոնք 129,800 դրամ վճար են անում, նրանք կարող են գնալ որևէ բժշկական օգնություն ստանալու եւ լսել, որ դուք պետք է հերթագրվեք, որովհետեւ ապահովագրական գումարները սպառվել են կամ վերջացել են։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ առողջության համընդհանուր ապահովագրության այս ծրագիրը պարզապես պետք է ներդրվեր 26 թվականի հունվարից, որովհետև մենք հունիսին ունենք ընտրություններ։ Սակայն այն հում է, այսինքն չի աշխատում, հաշվի չեն առնվել դրա կիրառության օղակները, տեսակները, նորարարությունները նախարարությունը ներդնում, դրանցից մեկը նաև շտապօգնության 8 զանգից հետո արդեն վճարովի է, չէ, դառնալու։ Սրա մասին էլ խոսենք, նաև համակցված մոպեդով հիվանդին մոտենալու այս ծրագիրը, որը ոչ մեկ չի հասկանում, սա նույնիսկ ծաղրի է ենթարկվում, սակայն Անահիտ Ավանեսյանը շատ լուրջ ասում է, որ դրսում օրինակ Իսրայելում այդ պրակտիկան տեսել է եւ դա շատ լավ աշխատում է։ Այսինքն շտապօգնության բժիշկը մոպեդով իր սեփական ինքը պետք է վարի այդ մոպեդը եւ պետք է շատ արագ մոտենա հիվանդին։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը եւ չեմ ստացել պաշտոնյաների կողմից, որտեղից եք այդ 8 թիվը որոշել, որովհետեւ ինչի դա 7 չի կամ ինչի 10 չի, հա, որովհետեւ պետքա լիներ ակտուալ հաշվարկներ, հա, եւ վերջերս օրինակ ունեցանք դեպք, որ 9-րդ կանչը չէին արել հոգեկան խանգարումներով հիվանդին, հիվանդը հետո խնդիրներ էր ունեցել եւ այլն։ Եվ դրան զուգահեռ ասում են, որ պետք է մոպեդներին անցնենք,
Իրականում, երբ որ նախարարը բերում է Իսրայելի փորձը կամ բազմաթիվ երկրներում ես էլ կարող եմ փորձերը բերել, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ այլն, այո, այնտեղ կան մոպեդներով, ուրեմն նախաբժշկական ծառայություններ, այսինքն մոպեդավարը բժիշկը չի, մոպեդավարը դա կամ բուժակն է կամ համապատասխան կուրսեր անցած իրենց քաղաքացիները, որոնք որ նախաբժշկական օգնություն են ցուցաբերում կանչ տվողին մինչև շտապ օգնության հասնելը, այսինքն կանչը փոխանցվում է եւ շտապ օգնության գծային ուրեմն խմբին եւ մոպեդով բուժակին։ Մինչև որ շտապ օգնության գծային խումբը կհասնի օգնության, մոպեդի նախաբժշկական ուրեմն օգնությունը ցուցաբերվում է, կապ են հաստատում շտապ օգնության բժշկի հետ, իրավիճակն են ներկայացնում եւ այլն, բայց այս պահին դրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախագիծը աղերս չունի միջազգային փորձի հետ, որովհետեւ այնտեղ դրված է մի հսկա ցանկ 9 կետանոց, որը որ պետք է լինի այդ մոպեդի վրա, ինչը չկա միջազգային այդ իրենց օրինակները բերում են, օրինակ Իսրայելի մոպեդի վրա, օրինակ դեֆիբրիլյատոր, արհեստական շնչառության ինչ որ ամբու այսինքն բժիշկը իր հետ պետք է այս ամբողջը ունենա, գնա միանգամից հասցնի օգնությունը։ Այո, եւ ամենավտանգավոր բանը, որ դրված է նախագծում, թմրանյութերի, այսինքն նարկոտիկ անալգետիկների արկայությունն է մոպեդավարի պայուսակում, որը որ մոպեդավար բժշկի անվտանգության լուրջ խնդիրներ է առաջացնում եւ կադրային պահանջարկը երբ որ տալիս են, կադրային հագեցվածությունը ներկայացված է ավագ բուժաշխատող, այսինքն բժիշկ համապատասխան կրթությամբ, անհատական լիցենզիայի եւ ՇՄՍ հավաստագիրների արկայությամբ կամ կլինիկական օրդինատոր անցումային անհատական լիցենզիայի արկայությամբ, այսինքն Հայաստանում այդ մոպեդների վրա պետք է աշխատեն բժիշկները, միայն բժիշկները, եւ երբ որ կարդում ենք նախագծի հիմնավորումը, այնտեղ տեսնում ենք, որ սա իրեն հետևից նախատեսում է նաեւ օպտիմալացումներ, ենթադրվում է, որ օպտիմալացվելու են, իմ ենթադրությունն է, բնականաբար բուժքույրերը, վարորդները, որովհետև այլևս մոպեդին ոչ վարորդ է պետք շտապ օգնության, ոչ բուժքույր։ Այո, Անահիտ Ավանեսյանը փորձեց ասուլիսի ժամանակ այդպես զուգահեռներ տանել, ասելով, որ այդ քաղաքացի մեր, այսպես ասած, մոպեդավարները օգնող են շտապ օգնությանը, բայց իրականում փաստաթղթով նրանք փոխարինելու են եւ մենք այդ ռեսուրսը չունենք, որ շտապ օգնության գծայինին օգնող եւս մի բժշկական թիմ, այսպես ասած, դնենք եւ իմ համար սա անհասկանալի է, իմիջիայլոց երբ որ այդ նախագիծը առաջինը ես դրեցի իմ էջում եւ հրապարակեցի, շատ բժիշկներ ինձ անձնական նամակներով նախատում էին, ասում էին անլրջացնում եք առողջապահությունը եւ ես ցավոք սրտի պատասխանում եմ, որ դա ես չեմ, այլ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախագիծն է, ու բոլորի մոտ զարմանք էր եւ միայն զարմանք։ Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները, այս անհասկանալի շերտերը, որոնց բախվում է հիվանդը, առողջական խնդիր ունեցող մարդը, որը ցանկանում է պարզապես իր իրավունքը իրացնել, ունի է վճարել է կամ չի վճարել, որոշակի խմբում է, սակայն չի կարողանում իրացնել։ Ինչ անել։ Ճիշտն ասած, ես բազմիցս կոչ եմ արել որոշումներ կայացնողներին, առողջապահական, որ մի փոքր ականջալուր լինեն, իրականում իմ համար երեքցավալի էր, երբ որ նախարարն ասում է, ես օրս տանում եմ 100-120 այսպես մեսիջներ, որոնցից 80-90%-ը գովասանքներ են, իրականում վերջերս ես մի հոգեբանական սինդրոմի մասին էի դրել, որ կա պաշտոնյաներ, դա արդեն հաստատված հոգեբանական սինդրոմ է, որ պաշտոնավարման մի փուլում արդեն իրենք քննադատություն չեն ուզում լսել, այլ միայն գովեսանքի խոսքեր։ Իրականում պետք է նաև լսեն քննադատություն, պետք է լսեն բժիշկներին, պետք է լսեն հիվանդանոցի կազմակերպիչներին,
որովհետև սա շատ լուրջ խնդիր է եւ սա այս ձնագունդը այդ մեսեջներով չեն կարողանալու կանխել մեծանալուն, հա, գնալով մեծանալու է եւ ճիշտն ասած ես կանխատեսում էի նախ մինչեւ ներդրումը, որ 5-6-րդ ամսից մենք կունենանք լուրջ խնդիրներ, սակայն իմ կանխատեսումների մեջ ես սխալվել էի, արդեն իսկ մենք ունենք լուրջ խնդիրներ։ Շնորհակալություն Տիկին Պողոսյան։ Ես եմ շնորհակալ։ Եթերում ուղիղ խոսքն էր, հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։